Աղջիկս 12 տարեկան է, դպրոցի հաճախում եւ երբ որ պատմության դասերը անցնում է, գալիս է եւ քննարկում ենք։ Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ որ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները գալու են ու ասեն. «Հայրիկ, ինչ էիր անում դու այդ օրերին, երբ որ դասընթացը դա առարկան լինելու է պատմության վերնագիր է, դասը լինելու է մողոլ թաթարական արշավանքներից մինչև ՔՊ արշավանքները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ գալու է հարցնելու ինչ էիր անում դու այդ օրերին։ Իմ համար աբսուրդ է եւ զարմանալի է, թե ինչ են պատասխանելու ներկայիս իրավապահ այն աշխատակիցները, լինի քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են։ Պարոն Հասյան, մեղադրանքի վերաբերյալ Արշակ Սրբազանը ինչ է հայտնել, գիտեմ ձեր դիրքորոշումը պաշտպանական թիմի, թե ինչ եք մտածում իրավական առումով, բայց ինքը ինչ է հայտնել, արել է նման բան, թե չէ, ինչ-որ որքան պարզ է, որ չի արել, ու որքանով ինձ Արսեն Բաբայանը փոխանցեց, Արշակ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է, գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Ով է անձը, ում ուսապարկում ըստ գործի եւ ցուցմունքով է դրվել։ Ես որքանով տեղակ եմ գործի մանրամասներից որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ, մնացածը հաջորդ թիվ դուք էլ այս աբսուրդին ականատես կլինեք, ներկայիս վարչախումբը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք եւ Վիշինսկին երազեր նմանատիպ աշխատակիցներ ունենալու, որ այն ինչ որ հիմա կատարում։